Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող Փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում Ֆրանսիայի ազգային խորհրդի Փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական համայնքների ներկայացուցիչների։ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին։ Տեղեկացրեց, որ համաժողովի մեկնարկից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա ժամանել են Մայրաթոր Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը։ Խորհրդանշական է այս հանդիպումները, միշտ ապրիլի 24-ին մեր գործընկերները մեր կողքին են լինում եւ մենք այցելում ենք Ցեղասպանության հուշահամալիր։ Այս տարի արդեն երկրորդ անգամ է, որ մենք երրորդ անգամ է, որ մեզ հյուրընկալում են նաեւ վեհապարտերը եւ օրհնություն է տալիս մեր կատարվելիք աշխատանքի կապակցությամբ։ Մոտակա օրերին ունենք լուրջ մասնագիտական քննարկումներ կապված մեր մասնագիտության հետագա փոփոխությունների, զարգացումների, առկա մարտահրավերների հետ, ժամանակակից հասարակության մեջ եւ հասարակական հարաբերությունների մեջ, անգամ այնպիսի ինստիտուտ, ինչպես փաստաբանությունը, եւս կրում է որոշակի դժվարություններ եւ այս փոփոխությունները ուղղակի ազդեցություն են թողում նաեւ փաստաբանի աշխատանքի վրա եւ շատ անգամ լինում է խնդիրներ, որ հենց նաեւ փաստաբաններն են ունենում պաշտպանության կարիք, օրինակ այդ կապակցությամբ ընդունվել է եվրոպական փաստաբանների իրավունքների պաշտպանության կոնվենցիան, որը նաև պետք է կարծում եմ ստորագրվի մեր պետության կողմից։ Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն իր հերթին երախտագիտություն հայտնելով ընդունելության համար Նորին Սրբությանը փոխանցեց փաստաբանական համայնքի զորակցությունը։ Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները ամրապնդված են նաև երկու երկրների փաստաբանների պալատների միջև։ Միջազգային համաժողովի մասնակիցները տեղյակ են Հայոց եկեղեցու առաքելությանն ու ազգային հասարակական կյանքում ունեցած անփոխարինելի դերակատարության մասին։ Նրանք իրազեկված են նաև, թե ինչ մարտահրավերներ են այսօր ծառացած եկեղեցու առջև։ Ողջունելով ներկաներին վեհապար հայրապետն անդրադարձավ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը եւ հաստատեց, որ պատմական անարդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություններ։ Նորին Սրբությունը երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի իշխանությանը եւ ֆրանսիացիներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայրենիների նկատմամբ հոգացու վերաբերմունքի համար։ Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց նաև նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը, ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության եւ իրավունքի գերակայության հաստատման գործում։ Վեհապար հայրապետը փաստաբաններին մաղթեց արդյունավոր ընթացք եւ արգասաբեր գործունեություն իրենց մասնագիտական առաքելության մեջ։ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահից փորձեցինք ճշտել նաև իր վերաբերմունքը եկեղեցի պետություն փոխհարաբերության եւ ներկա սահմանադրական իրավական խախտումների վերաբերյալ։ Պետք է արձանագրել, որ եկեղեցու եւ բառասարակ պետության շրջանակները եկեղեցու հետ հարաբերություններով խիստ որոշակի են եւ այդ որոշակիությունը ամրագրված է նաեւ սահմանադրական մակարդակով եւ շատ իրավական ակտերով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է այստեղ իր դիրքորոշումը հստակ արտահայտել եւ այս չեմ ուզենա մասնավորացնել քաղաքական տիրույթում, բայց այդ շրջանակներից դուրս գալ ես կարծում եմ ընդունելի լինել չի կարող եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեկն է եկեղեցին եւ մեր համար կարևորագույն ինստիտուտներից մեկն է, հենց ինստիտուտն է, ազգապահպան դերակատարում ունեցող եւ այստեղ շատ նրբանկատ եւ զգուշ է պետք լինել։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։